Հրապարակը գրում է. Քարոզարշավի 5-րդ օրը Նիկոլ Փաշինյանը որոշեց քարոզարշավը շարունակել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի փողոցներով։ Հավանաբար նկատի ունենալով նախորդ օրվա տխուր պատկերը, թե ինչպես էին Էրեբունի համայնքում քաղաքացիները համատարած մերժում իրեն, քննադատում Արցախի, Հայաստանի սուվերեն տարածքների կորստի եւ զոհերի համար, երեկ Փաշինյանը խուսափում էր անձամբ մոտենալ քաղաքացիներին, զրուցել նրանց հետ։ Իրեն էին մոտենում, հիմնականում իր երկրպագուները, սիրո եւ հավատարմության խոստովանություն անում, իսկ ինքն ուղակի քայլում էր փողոցներով, մտնում բակեր, որտեղ նախապես սպասում էր ԿՊ երիտասարդների խումբը, Նիկոլ վարչապետ վանկարկելով եւ ծափահարելով։ Մի տղամարդու Փաշինյանին դավաճան անվանելու համար ձեռնաշղթաներով հեռացրին տարածքից։ Պակաս վրդոված չէր մեկ ուրիշ տղամարդ, որ մոտեցավ Փաշինյանին ու հիշեցրեց, որ երբ 2018-ին նրան ձերբակալում էին, այդ ժամանակ իր ձեռքը կոտրել են, սակայն չնայած դրան նա շարունակել է մասնակցել ակցիաներին, որովհետև հավատացել է, որ պետք է այդ օրվա իշխանությունը հեռանա։ Հիմա էլ վստահ եմ, որ դուք պետք է հեռանաք։ Գիտեմ շատերին հաճելի չի լինի, բայց դուք հանձնել եք Արցախը։ Դուք 5000 տղաների մահվան առիթ եք դարձել, դիմելով Փաշինյանին, ասել է երիտասարդը։ Հրապարակը գրում է. Ինչպես նախորդ այս ընտրություններում էլ մեծ թվով մարդիկ են մասնակցել ԿԸՀ դասընթացներին, որոնց արդյունքում համապատասխան հավաստագրեր են ստանում, որպիսի մասնակցեն ընտրական հանձնաժողովների աշխատանքներին։ Այս գործընթացն էլ ԿՊ-ի ուշադրությունից դուրս չի մնացել, որն իշխանափոխությունը կանխելու համար աննախադեպ հնարամտություններ է բացահայտում։ Ըստ այդմ ԿՊ-ն բացահայտել է հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին եւ երրորդ անձանց միջոցով նրանց հետ աշխատանքներ տարել։ Փորձել է համոզել, որ չմասնակցեն ընտրություններին։ Գաղտնիք չէ, որ ընդդիմադիր ուժերն ակնկալում են, որ հանձնաժողովներում իրենց անդամների միջոցով պետք է ընտրատեղամասերում վերահսկողություն հաստատեն, որպիսի կեղծիքներ չարվեն։ Հիմա փորձում են այդ վերահսկողությունը նվազեցնել։ Հարց է ծագում. եթե ընտրությունները կեղծելու ծրագիր չունեն, ինչու են չեզոքացնում հանձնաժողովների ընդդիմադիր անդամներին։ Իդեպ հանձնաժողովի անդամներն այդ աշխատանքի համար պետական բյուջեից վարձատրվում են։ Այս տարի այդ գումարը հանձնաժողովի նախագահի համար կազմելու է 150,000 դրամ, հանձնաժողովի անդամի համար 75,000։ Թերթի տեղեկություններով փորձում են ընդդիմության քվոտավորված անդամներին ֆինանսապես շահագրգռել, որ հրաժարվեն ընտրությունների ժամանակ աշխատելուց։ Ընդդիմադիրները չկարողանան փակել ընտրատեղամասերը եւ իշխանությունն իր սև գործն անի։ Ժողովուրդը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։ Կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին եւ փակ ժողով անցկացրել։ Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում առավել լարված օրեր են սպասվում, ուստի անհրաժեշտ է գոտիները ձգել։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից եւ պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։ Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան, պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։ Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը, ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով։ Հրապարակը գրում է. ԿՊ-ում լայվի մարաթոն է հայտարարված։ Բոլորը մրցում են, թե օրվա ընթացքում ով ավելի շատ լայվ կմտնի ու ցույց կտա իր կատարած քարոզչական աշխատանքները։ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշում, թե ովքեր իր հետ շրջեն Երևանի համայնքներով ու մարզերով, բայց դա չի նշանակում, թե մյուսները կարող են դիվանին պառկել ու սպասել հունիսի 7-ին։ Զգուշացրել է, ով որտեղ կարող է, պետք է քարոզարշավ անի։ Ինքը բոլորի աշխատանքը տեսնելու է ու ըստ այդմ գնահատելու է ընտրություններից հետո։ Թերևս սրանով է պայմանավորված, որ ԿՊԱ-ական մարզպետները, համայնքապետերն ու падգամավորները, անգամ նրանք, ովքեր անցողիկ տեղերում չեն, կաշվից դուրս են գալիս, առավոտ լույսը չբացված լայվ են մտնում, ցույց տալիս, թե ինչ հերոսական քարոզարշավ են անում իրենց համայնքներում։ Թերթին ասել են, որ տեսանյութերն էլ ուղարկում են ԿՊ-ի նախընտրական չաթ որպես ապացույց։ Ժողովուրդը գրում է. նախընտրական քարոզարշավի շրջանակներում պետական համակարգն արդեն փաստացի լծված է քաղաքական գործընթացներին։ Նախարարները տարբեր ձևաչափերով ներգրաված են քարոզչական արշավներում, մարզային այցելություններում ու քաղաքական ակտիվության մեջ, հիմնականում արձակուրդում են։ Տարբեր գերատեսչություններում գործում են ժամանակավոր կառավարման ռեժիմով։ Այս օրերին Լենան Անուշյանն է իրականացնում առողջապահության նախարարի ժամանակավոր պարտականությունները։ Ասել է, թե առողջապահության համակարգի ղեկավարումը վստահվել է մի պաշտոնյայի, որի շուրջ
իշխանության ներսում ու հանրային դաշտում վաղուց հարցեր են կուտակվել։ Իշխանական համակարգում նաև չեն մոռանում, որ Նանուշյանը համարվում է նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մերձավոր թիմակիցներից մեկը։ Թորոսյանի ազդեցության թեման առողջապահության համակարգում շարունակում է ակտիվ քննարկումների առարկա մնալ նույնիսկ նրա պաշտոնավարումից տարիներ անց։ Իրավունքը գրում է. հոգևորականների դեմ արշավը մոտ օրերս կրկին կմտնի ակտիվ փուլ։ Չեն բացառվում նոր ձերբակալություններ։ Այս մասին գուժում են ՀՊԱ-ական աղբյուրները։ Ասում են Փաշինյանին հունից հանել է վեհափառ հայրապետի Կարապետյանին այցելելու փաստը։ Դե տենց, թող հիմա բռնվեն։ Փսփսում են, որ նայելով հանդիպման կադրերը ասել է Փաշինյանը։